Աշխարհի հեքիաթները շարքից Չինական ժողովրդական հեքիաթ Հաճույքը Շատ ծույլ մի տղա էր ապրում Օրերով մի տեղից մեկ ուրիշ տեղ էր գնում Անիմաստ դեսուդեն ընկնում Չկար որևէ բան, որ դուր գար նրան և չկար որևէ բան, որից հաճույք ստանար Ինչի հաճույքը չգիտեմ Մի օր մտածեց նա և որոշեց փնտրել և գտնել այն Տնից դուրս եկավ, ճանապարհ ընկավ Գնաց և շուտով հայտնվեց մի բարձր սարի ստորոտում, որն իր ճանապարհը փակում էր Մի ծեր գյուղացի այդտեղ հողն էր փորում Պապիկ, դու գուցե գիտես, թե ինչ է հաճույքը Հարցրեց պատանին ծերունուն Գիտեմ Պատասխանեց ծերունին աշխատանքը չընդհատելով Բայց եթե ես հիմա քեզ հետ զրույցի բռնվեմ Չեմ կարողանա աշխատել Ես քո փոխարեն կաշխատեմ, իսկ դու ասա, լավ Առաջարկեց տղան Լավ Տղան վերցրեց բահն ու սկսեց փորել Արևն այրում էր մեջքը Ողջ մարմինը պատվել էր քրտինքով Բայց եթե գործը չավարտեր Ձեր գյուղացին չէր ասի, թե ինչ բան է հաճույքը Եվ պատանին շարունակեց աշխատել Իսկ ծերունին նստեց ծառի տակ ու սկսեց հետևել տղայի գործին Երկու ժամ անց ձայն տվեց Հեյ, տղա, հանգստացիր մի քիչ Պատանին ցած գցեց ձեռքի բահն ու նստեց ծեր գյուղացու մոտ ծառի զով հաճելի ստվերում Ինչ լավ է, ոյ քեզ հաճույք Ակամա բացականչեց նա Ճիշտ է, Հաստատեց ծերունին հաճույքը հենց սա է Եթե եռանդով աշխատես, հաճույքն ինքը քեզ կգտնի Բա Սա էլ էսպես